Ջան, դատարան այժմ խոսեմ որակյալ մասից, մեր գնահատմամբ սա շարաշահված մեղն է, որը սկզբանե թույլ է տվել կիրառել ազատազրկման հաստատված կարգավորումների հատկապես սրա վրա է ծանրացած եղել այս ամեն ինչը։ Այս միևնույն ժամանակ սա ամենադատարկ մասն է, որովհետև ոչ նկարագրված են եղել, ոչ հստակ ապացույցներով սրա մասին որևէ քննարկում եղել է, ավելին դատարանը նույնպես այս մասով ջանացել է ինչ-որ մի բան ասել։ Տեսեք, դատարանը այս որակյալ մասի հետ կապված ընդհանրապես նշել է հետևյալը. զանգվածային լրատվության օգտագործման փաստը դիտակցվել է ներառյալի կողմից այն պարզ պատճառով, որ կոչ անելիս ակնհայտ է եղել տեսագրության հանգամանքը։ Ավելին, ներառյալի կեցավայրում ուժեղության արդյունավետ ծրագրի դողնդակությամբ ևս փաստվում է ներառյալի կողմից ԶԼՄ-ների օգտագործման հանգամանքի վերաբերյալ իրազեկ լինելու։ Մենք գտնում ենք, որ այս դատարանի հետևությունը անդիմն է, չի բխում, այսպես ասած, իրավական անհրաժեշտ է փաստարկվածության կանոնից։ Ըստ էության դատարանը պարզունակ փաստարկով է հիմնավորել։ Ասել է տեսագրության հանգամանքը կա, մեղադրյալ իրազեկ։ Այսինքն ընդհանրապես, ասես որ ընդհանրացնենք, ասում եմ մեղադրյալը գիտակցել է, որ իրան նկարում է։ Եվ վերջ։ Բայց սա մեկնաբանել է, որ եթե գիտակցում է, որ ինքը օգտագործել է ԶԼՄ տեղեկատվական տեխնոլոգիայի միջոց։ Դատարանը չի քննարկել պաշտպանական կողմի ոչ մի հաստատ կեսառում։ Ուրեմն հստակ է, որ մեղադրանքի պայմաններում ապացուցման առարկայի մեջ հենց պիտի ենթադրվեր, պիտի ապացուցվեր, որ մեղադրյալի դիտավորությունն ընդգրկել է իր խոսքը հենց ԶԼՄ-ներով և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները օգտագործելով տարածելը, սա օբյեկտիվ կողմի դրսևորում հատկանիշ է։ Այսինքն դրանք հանդիսացել են դրա նպատակը։ Ուրեմն մեղադրանքում այս մասով որևէ բան չկա։ Ընդհանրապես գիտակցել է նկարահանման փաստը, բայց մեր գնահատման չափազանց ակնհայտ է, որ սա նրա հետ կապ չունի։ Մեղադրանքում առնվազն նկարագրվի գոնե օգտագործման եղանակը, հələ այլ բան դա կհաստատվի, թե չէ որքանով կհաստատվի, բայց զուտ որպես մեղադրանքի կառուցված, պետք է նկարագրվի ինչպես օգտագործվեց եւ ԶԼՄ և տեղեկատվական տեխնոլոգիան, երկու, այսպես ասած, գործիք։ Մեր գնահատմամբ գիտակցելն ամենևին չի նշանակում օգտագործել, մանավանդ, որ հաջորդ օրն է հեռարձակվել տարբեր մասերով, նախորդ օրվա, իսկ post factum արդեն եղած բանին հետևել, սա քո կամքի ասման արդյունք չէ։ Դա չի կարող մեկնաբանել, որ դու կառավարում ես ԶԼՄ, քո կամքի տակ է այդ գործողությունները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների հաղորդման մասով դատավճռում ընդհանրապես բան չկա։ Մենք չգիտենք, կարող ենք ենթադրել, որ հավանաբար դատարանը այստեղ օրը ևս հիմնավոր չի համարել, որովհետև դատավճռում բան չկա սրա մասին։ Մենք եզրափակիչ ելույթում նշել էինք առնվազն 4 ուղղություն, թե ինչպես է հնարավոր արարքը կատարել ԶԼՄ տեխնոլոգիա օգտագործելու։ Դա ակնհայտ է, կարող է լինել կամ անմիջական ուղիղ, կամ միջնորդավորված։ Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ եթե մենք կարող ենք անձամբ անել այն դեպքում, երբ որ ինքը տիրապետում է այդ ռեսուրսին, քո կամքի տակ է, դու ինքդ ես ղեկավարում է ԶԼՄ-ն կամ չգիտեմ քո հաշիվը կամ քո տեխնոլոգիան ինքնուրույն արեցիք։ Սա պարզ է, սա չունի։ Կամ մաքսիմում դու կարող ես օգտվել ուղիղ եթերի հատվածից, երբ որ դու գիտակցում ես, որ ուղիղ եթերում ես եւ քո հնչեցրած բառը առանց մոնտաժելու, առանց չգիտեմ ինչի, հենց այդ պահին հասու կդառնա, այսպես ասած, այն բանը։ Հաստ է, որ մենք չունենք ուղիղ եթեր նայել։ Հետևաբար ակնհայտ է, որ այս օգտագործումը պետք է լինի միջնորդավորված։ ԶԼՄ-ն հաստ է, սրբազանինը չի օգտագործում։ Առանցին կառույցը ու իր խմբագրական խորհուրդը, չգիտեմ, ղեկավարները, իր աշխատողները եւ այլն եւ այլն։ Հիմա հարց, չափազանց տրամաբանական, ինչպես է հնարավոր ուրիշի հիմնարկել
ղեկավար է օգտագործվի։ Ուրեմն այսպես։ Անհրաժեշտ էր ապացուցել, որ այդ օգտագործումը, այսինքն հեռարձակի տեքստը, անձի կամքով դիտավորություն էր, որպեսզի պնդենք, որ օգտագործել է, ոչ թե իմացել է։ Ապա առնվազն պետք է ապացուցվեր առաջին Գալա TV-ի, ինչպես նաև տարբեր լրագրողականների եւ Սրբազանի միջև պայմանավորվածության առկայությունը, նկարահանված նյութի ինչպես ֆորմատի, այնպես էլ դրա տարածման ժամանակի եւ այլ մանրամասների վերաբերյալ։ Այս դետալները դատարանը նաև կարևոր է սկզբի ընդդիմության հարցը քննարկելուց եւ շատ հստակ հարց ընչեց։ Ինչ կլիներ, եթե ԶԼՄ-ն հեռարձակեր 10 տարի հետո, 5 տարի հետո, 20 տարի հետո, այսինքն խոսք հնչել է ստեղ, բայց այս գործողությունը ուրիշ մարդու կամքի արդյունք է։ Հիմա տեսեք ֆորմատ, խոսքն ուղի հնչելու, թե պատրաստվելու է ռեպորտաժ, հնարավոր չէ, ասենք շատ ենք տեսնում, չգիտեմ, կադրերը լինեն, բայց խոսի լրագրողը եւ ինքը իր մեկնաբանությամբ ասի, օրինակ, երեք տեղի ունեցած Սրբազանի եւ այս մարդկանց հանդիպումը, չգիտեմ, քննարկվեցին մի շատ կարևոր հարցեր, կազգաններ։ Ուրեմն այս կապը առնվազն կապացուցի չէ։ Սոցիալական ցանցերում, YouTube-ում համացանցային հարթակում, նյութի տարածման առումով Սրբազանի կամքի արտահայտություն։ Ուրեմն տեսեք, մեր մոտ ակնհայտ է, որ Գալա TV-ի դեպքում ուղիղ հեռարձակում չի եղել։ Հետևաբար, միայն այս վերաբերյալի դեպքում էր հնարավոր, որ ասենք, անձը կարող էր գիտակցել, որ խոսում է ուղիղ հասարակության անորոշ շրջանակի հետ, որպես միջոց ծառայեցնելով այդ ուղիղ եթերի հանգամանք։ Ուրեմն կարելի է զանգել, որ այս դեպքում առնվազն Սրբազանը գիտակցել է, որ ինքը ուղիղ եթերով հանդես չի գալիս, ուստի անձամբ չէր օգտագործում լրագրողականը։ Եթե նույնիսկ թույլատրվել է նկարահանումը, դա դեռ չի նշանակում, որ ստեղ ասված յուրաքանչյուր բառ պետք է անպայման տարածում գտներ բոլոր արտահայտներով, քանի որ բարձ չէ հրապարակման պայմաններ, դեղժան, ֆորմատ եւ այլն եւ այլն։ Երբ մարդը չգիտի իր խոսքն ինչպես է տարածվելու, երբ է տարածվելու, ընդհանրապես տարածվելու է, թե չի տարածվելու, կարող է նկարահանումը ընդհանրապես արխիվի համար է, չգիտեմ։ Մենք ես մնացած մեր բոլոր բխեցրած ենթադրությունները պարզապես անհիմն են։ Եթե նույնիսկ Սրբազանը հանդես է եկել իշխանությունը զարթերին ուղղված հրապարակային ոչով, ապա հեռուստաընկերությունը չպետք է հետագայում այն հեռարձակել։ Կաշկանդված լինելով զանգվածային լրատվության միջոցների մասին, օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի իմպերատիվ պահանջով, ըստ որի արգելվում է ԶԼՄ-ին քերիորեն պատժելի արարքներ քարոզող տեղեկատվության տարածումը։ Հստակ։ Հետևաբար տրամաբանական հարց է ծագում, որ եթե Սրբազանի խոսքը պարունակում էր հանցակաց, այսինքն քերիորեն պատժելի էր, ուրեմն Գալա հեռուստաընկերությունը մնացած լրատվական կայքեր, ԶԼՄ-ներով որտեղ դրա հեռարձակման փաստը առնվազն պետք է դառնար քննության առարկա ու ստանալ համապատասխան իրավական գնահատական, որը իսպար չի արվել։ Սա ցույց է տալիս կրկին, որ գործ չենք ունեցել օբյեկտիվ քննության հետ։ Չկա որևէ կապի նշույլ սրա միջև։ Այսինքն լավ, եթե հանցավոր ինչպես հեռարձակում։ Ուրեմն կամ պայմանավորված է, չէ՞ կամ մի լրագրողի երբևէ որևէ հարց չի տրվել, ինչու հրապարակեցի։ Հակառակ ենթադրությունը կարող ենք անել, որ այդ նյութի տարածումը, որ այս բոլորը տարածել են սենց առանց երկմտելու, ուրեմն ինքնին կարող է վկայել հակառակ իմաստին, որ ԶԼՄ-ի խմբագրական կազմը իր հերթին այստեղ չի նկատել որևէ հանցավոր կար, այլապես չէր տարածի այդ նույն հոդվածի արգելքի ուժով։ Սա ցույց է տալիս առնվազն նկարահանումից հետո եւ նյութը հետագայում նախապատրաստվել է հրապարակման, Սրբազանի խոսքն անցել է ԶԼՄ-ի, այսինքն մեկ այլ պրիտոմ մասնագիտական ֆիլտր եւ չի արձանագրվել այնտեղ քերիորեն որևէ պատժելի արարք։ Հաջորդը կամ պետք է հանցավոր համաձայնություն Սրբազանի եւ ԶԼՄ-ի միջեւ նյութը տարածելու վերաբերյալ։ Այսինքն ես ասեմ, այսպես ասած, շագերտավոր հանցավոր մի
Դուք էլ շրջանցեք այդ օրենքի արգելքները եւ բանը եւ անպայման առանց ինքնոսկու մոնտաժելու կամ չգիտեմ ոնց անպայման հենց այդպես տարածեք։ Որևէ մեկը դիներ չկա։ Ուրեմն ինչ հետևության կարող են գալ։ Եթե դատարանն արձանագրում է ԶԼՄ-ի օգտագործման փաստը, ապա չի կարող դա անել առանց ԶԼՄ-ի վարկագիծը գնահատելու։ Իսկ մեղադրանքում եւ գործում իսկար բացակայել է որևէ նյութ ԶԼՄ-ի վարկագծի հետ կապված։ Բայց այսօր մենք դատապարտում ենք Սրբազանին ԶԼՄ օգտագործելու միջոցով հանցանք կատարելու համար։ Ակամա հաստատում են, որ ԶԼՄ-ն էլ է հանցանք կատարել։ Օժանդակելով Սրբազանին, ուղիղ հաստատում ենք դա։ Մեղադրանքի մասը չի կարող լինի Սրբազանը օգտագործի ուրիշի կազմակերպությունը ուրիշի ձեր բանը, բայց այդ ուրիշը չլինի։ Ու կրկին տրամաբանական արգելքի առաջանում այս առումով։ Գտնում ենք, որ անկողմնակալ դիտորդի համար չափազանց ակնհայտ է ԶԼՄ-ի կառավարումը մեղադրելի կամքից դուրս է։ Հետևաբար, որպեսզի փաստենք ԶԼՄ-ն օգտագործելու հանգամանքը, որպեսզի եղանակ, ապա անպայման պետք է ապացուցվի, որ ԶԼՄ-ն գործել է համաձայն Սրբազանի դիտավորության։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ԶԼՄ-ին ինչու մեղադրանք չէ։ Սրբազանի օժանդակելով, ակնհայտ չէ, որ ուղի եթերի բացակայության պայմաններում միայնակ անմիջականորեն չէր կարող օգտագործել որևէ ԶԼՄ կամ տեխնոլոգիական միջոց կամ այդ բոլոր հարթակները, որոնք թվարկված են։ Ուրեմն դատարանը վերստին հաստատել է մի անորոշ հանգամանք, ձևական առումով նշելով, որ օգտագործել է ԶԼՄ-ն, սակայն հաջորդ իսկ adekvat հարցի, թե ինչպես է օգտագործել։ Լրությունը չկա, որը պետք է կազմել մեղադրանքի փաստական հիմք, այսինքն օգտագործման եղանակը պետք է գրվել, չէ՞։ Սպառնացել է, չգիտեմ, վախացրել է, զարոժնիկա վերցրել, որևէ կերպ եղանակը նկարագրվի։ Առանց նկարագրելու չի կարելի օգտագործման փաստը։ Ու ոչ մեկի նկարագրելու, դեռ հաջորդ քայլով պիտի պատշաճ ապացուցվի այնպես, որ բացառվի հակառակի ողջունի տալանականությունը, բայց այս մասով լրությունը իսպար, թե մեղադրանքում, հետադակեցության արդյունքներով եւ ինչպես տեսնում ենք դատավերջով։ Ուրեմն post factum հաջորդ հանգամանքի սեփական ելույթին հետևելը, որ հեռարձակվել է ուրիշի վարկագծի արդյունքում, ոնց կարելի է մեկնաբանել, ուրեմն օգտագործել է սոցիալ։ Մեր գնահատմամբ սա չափազանց բարձունակ մեկնաբանություն է։ Դատարանը չպիտի այդպես անել։ Սա ավելի շատ ցույց է տալիս, որ մեղադրանքին հակառակվելու, այսպես ասած, կամքի բացակայություն։ Օրինակ, որովհետև էլի տրամաբանական հարց է առաջանում։ Եթե լիներ ապացույց, թերևս ամեն ինչ առանց ապացույց, պատկերացնենք, լիներ ապացույց, որ Սրբազանը անտարբեր է բացարձակ այդ նյութերի նկատմամբ։ Ինչ ենք անում, ոնց ենք անում, ասում ենք լավ, ուրեմն չսպասել։ Այսինքն post factum եղածին հետևելու, ոնց ենք կարող կապենք արարքի եղանակով։ Ուրեմն եթե մեղադրյալը չունի որևէ պայմանավորվածություն լրատվամիջոցի հետ եւ չի տիրապետում հրապարակման բացառվում այս համերգացման եկամուտից։ Այս բոլոր հարցերը առնվազն ամենամերն շեմով, գոնե չփարակված կասկածի շեմով պետք է դիտվեր եւ մեկնաբանել որս հանգամանք։ Գտնում ենք, որ որակյալ մասի վերաբերյալ ապացույցների ու փաստարկների բացակայության պայմաններում դատարանի հետևությունները թե մեղադրյալն օգտագործել է ԶԼՄ-ն։ Բովանդակազրկում է պատշաճ ապացուցման եւ անմեղության կանխավարկածի ողջ էությունը։ Կանոնները հակառակն են տանում։ Մեղադրանքը, մեղադրող կողմը պիտի գար իր մեղադրանքի դեր կանգներ, ապացույցներ ներկայացներ, որ եղել է հենց այդպես եւ ոչ այլ կերպ։ Դրանք բավարար ապացուցման, պատշաճ ապացուցման սկզբունքի պայմաններին հաղթահարվել անմեղության կանխավարկած։ Բար չկա սա, ոչ թե չափազանցություն է սա, ոչ թե նույն գնահատականն է, չկա։ Մեղադրանքում դուք չեք կարող գտնել օգտագործման եղանակ։ Լավագույն դեպքում ենք ասում ենք, գիտակցել է, դեռ կամերայի դրած գիտակցել է, որ նկարահանվում է վերջակետ։ Մնացած ամեն ինչը բխեցվել է այս փաստերից, որը մեր բարձիկով պարզապես անթույլատրելի է, դատարանը սրան պետք է պարզել։ Պատվարժան դատարան,
ոչ միայն չի արձագանքել դատարանը, այլև մեր փաստարկները, այսպես ասած, երկելու առումով, մեր գնահատմամբ թույլ է տվել ևս մի քանի, այսպես ասած, սխալ։ Դատարանը առաջ է բերել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք էլի ոչ միայն չկան, ոչ միայն դրանք չեն քննարկվել, չեն խոսում դրանց վերաբերել ապացույցների մասին, բայց դատարանը ունի դատողություններ, որոնք կառուցել է հենց այդ փաստերի վրա։ Հիմա ես մի քանիսը նշեմ։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք, հատկապես կոնվենցիայի 17 տարի իմաստով, դատարանը ինչ է նշում։ Վերլուծելով քրեական բարույթի ընթացքում հետազոտված ապացույցները, դատարանն արձանագրում է, որ մեղադրյալը գիտակցելով իր մեծ լսարան ունենալու հանգամանքը, հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված ժողովրդի հուզական զգայունությունը և իր կողմից հնչեցված կոչի պետության համար իրական սպառնալիք առաջացնելու վտանգը թույլ է տվել խոսքի իրավունքի սահմանազանցում։ Մեկ ուրիշ տեղ գրել է խոսնուված է հասարակությանը։ Տեսեք, դատարանը այնպիսի փաստեր է հաստատել, գիտակցել մեծ լսարան ունենալու հանգամանքը, մեղադրյալը գիտակցել է հետ պատերազմյան իրավիճակով պայմանավորված ժողովրդի հուզական զգայունություն և այսպես մի 6 հանգամանք, որոնք մանրամասն նշված։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում, այդ որ ապացույցով և ինչպես ապացույցվեց, որ մեղադրյալն ունի լայն լսարան, ավելին գիտակցել է, որ հենց այդ հանգամանքը հենց այդ փոփոխության։ Երկրորդ, ինչ ժողովրդի հուզական զգայունություն։ Էս ինչ է։ Որ իմանայինք նրանք նման փաստեր է հաստատել, դատարանը անպայման քննարկման առարկա կդարձնենք և առնվազն բարձրացնենք հարցը, այդ ինչ վիճակ է ժողովրդի։ Ժողովուրդ ասված ովքեր է։ Դա երբևէ ով է չափել, ինչպես է չափել, դաստատիկ տվյալ է։ Ի վերջո դատարան ինչպես չափել ժողովրդի հուզական վիճակը և վերջում չափելուց հետո այդպես էլ գաղտնի պայծ թե վերջը ինչպիսին էր այդ հուզական վիճակը։ Բայց ասեց ես հաշվի եմ առնում դա։ Երկվա հուզական վիճակի հետո նման տվյալներ գործի քննության ընթացքում չեն ուսումնասիրվել։ Դատարանն իրավունք չուներ դատաքննության արդյունքներից դուրս ինքնուրույն փաստեր առաջ քաշել և դրա վրա կառուցել իր դատողությունները։ Դատարանն իրավասու էր միայն իր դատողությունները կառուցել այն փաստերի վրա, որոնք պատշաճ ընթացակարգով հաստատվել են։ Սենց բաներ չի քննարկվել։ Մեղադրյալը գիտակցել է իր կողմից հնչեցված կոչի պետության համար իրական սպառնալիք առաջացնելու վտանգը։ Ինչ սպառնալիք, այն էլ իրական։ Մոտ 6 տարի շրջանառվող խոսքի սպառնալիքն է, ինչպես պետք է դրսևորվել հենց այդ օրը, այն էլ իրական ձևով։ Սպառնալիքը, որ լիներ իրական, պետությունը չէր հասցնի տարի ու կես հետո քրեական վարույթ նախաձեռնել։ Միայն այդ փաստը, որ վարույթը նախաձեռնվել է խոսքերից տարի 4 ամիս հետո, լիարժեք ապացուցում է, որ խոսքն ասելու պահին ու դրանից առնվազն մի տարի ու կես չի ունեցել որևէ սպառնալիք, որ մի հատ էլ այն գնահատվի իրական։ Խոսքն ուղղված է հասարակությանը։ Նմանապես sense բաներ։ Կրկին անհասկանալի է, որտեղից դատարանը նման հետևության հանդիպեց։ Մի քանի թերթ առաջ դատարանը նշում էր, որ կոչի նպատակը իշխանությունը զավթելն է։ Հիմա նշում է հասարակությանը հատուօրինական գործողությունների վերջը։ Որտեղից դատարանը վերցրեց, որ հասարակությունը ինչ-որ բանի է վերցնում։ Եթե որևէ մեկին վերաբերել է սրբազանի խոսքը, դա երկու անձիկ են, էնել անցյալով, էնել հասկանալի է։ Ամենավերացական մակարդակում պատկերացնենք, ապա ուժեղիներն են, բայց ոչ մի դեպքում անորոշ ու ախորն հասարակություն։ Ինչ հասարակություն։ Ինչպես կարելի է անկաշկանալ, այսպես ասած, փաստեր առաջ բերել, այնքան որ երկեր Ուրեմն հատկանշական է, որ բոլոր շահարկված փաստերն իրենց հերթին ընդհանրական են։ Ոչ մի որոշակիություն չեն պարունակում։ Լայն ժողովրդի հուզական զգայունություն, պետության համար իրավական սպառնալիք առաջացնող վտանգ, հակաօրինական գործողություն։ Սրանք մեծ ցանկության դեպքում նույնիսկ չեն կարող հաստատվել, քանի որ դրանցից յուրաքանչյուրը պահանջում է մանրակրկիտ բացատրություն, թե ինչ ասել է դրանք։ Անհրաժեշտ է նկարագրել դրանց կոնկրետ դրսևորման ձևերը, տվյալ իրադրությունում և ժամանակահատվածում։ Հետո դրանց հարաբերակցությունները պետք է պարզել և այլն։ Իսկ այս ամեն ինչը պետք է համոզի պատասխան։
Դրանքի մասով այսքանը, եթե հարցերն կարգավորական նկարիքով։ Հարգելի դատախազներ, վերջում կարողանանք Հա, բանը ինչ կա, ոստիկանությունների գալոքի շահարացրստերություն արդեն կողոքի վերջին հարվածվար, դա իթանուց ասում։ Այս բարին հարցը Շատ հարցից։ Դեպքում ես խոսեմ կրկին դատվելու անդրադարձության մասին։ Մեր գնահատմամբ մենք այդ կարևոր սկզբունքի խախտման հետ գործում ենք, խոսել ենք, որ դատականության ընթացքում փորձել ենք հիմնավորել եւ մեր կարծիքով դա հաջողվել է, որ մենք գործ ունենք կրկին անգամ դատվելու հետ։ Սակայն դատարանի դատավճռով Ներողություն որեջում, այդ այս sense չեմ։ Հա, լավ, իսկ շարունակական չէ։ Դատարանի դատավճռով մեր գնահատմամբ կրկին շրջանցել է այս սկզբունքը եւ մի քանի, այսպես ասած, հաստարկով փորձել է հերքել դրա կիրառելիությունը։ Մեր գնահատմամբ դատարանն աղավաղել է այս սկզբունքի էությունը։ Հիմա կնշեմ, ըստ էության դատարանն ինչ է ասել։ Ասել է, որ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը ունեցնելը չի դիտել, քրեական հետապնդումը բացառող որոշումների շարքում բացակայում են նույն արարքները, քանզի խոսքը վերաբերվում է տարբեր ժամանակահատվածներում դրսևորված վարքագծի։ Երրորդ հանգամանքը քրեական վարույթ չնախաձեռնելը որևէ կերպ եւ որևէ մեկնաբանությամբ չի կարող գնահատվել որպես պատասխանատվության դրսևորում այն պարզ պատճառով, որի տարբերություն քրեական հետապնդում չհարուցելու եւ քրեական հետապնդում նախատեսնելու որոշումների, որոնք վերաբերվում են անձին։ Քրեական վարույթ նախաձեռնել կամ չնախաձեռնելը վերաբերվում է փաստին։ Եվ նշել է, որ մեր վկայակոչած մեր որոշումների փաստերը տարբեր են։ Ժամես վերջինից։ Ուրեմն, թե դատական օրենսգիրքը, թե վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հաստատվել են, բացահայտել են կանոնի կիրառման, այսպես ասած, բանաձևեր, նախֆիքսել են, որ այսպես ասած, մեր վավերացված իրավունքների միջազգային պայմանների հիմնավորած գործող մարմինների պրակտիկան պետք է հաշվի առնել, այսինքն մեր որոշումները, հետո տվել են այդ որ հարց առաջանում տարբեր որոշումներում արտահայտած դիրքորոշումները կիրառվի սրանք, ինչպես պետք է կիրառվի, ես դրանց մի քանիսը բերեմ, մեկն է։ Ուրեմն տեսեք ինչ է ասել վճռաբեկը։ Նախկինում կայացված որոշումը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա եւ քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները։ Պարզ համարվում։ Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցության եզակի է։ Ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի թե կիրառման ենթակա եւ քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական։ Հակառակ պարագայում օրենսգիրքի էսեր հոդվածներով նորմերը կդառնան անկիրառելի։ Դրա հետ մեկտեղ վճռաբեկի նախկին կայացված կիրառության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման։ Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն։ Եվ ընդհակառակը, եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել մեծ ընդհանրություն։ Այս որոշման մեջ ըստ էության սահմանվել է դատական ակտերի նույնության բացահայտման բանաձև, որը նույնն է ինչ որ իր որոշումների դեպքում։ Հիմա մեր դեպքում ընդհանրապես դատարանը նշել է Զալատուրքին ընդդեմ Ռուսաստանի գործող այս գործի փաստերը նույնը չեն վերջակետ։ Գտնում ենք, որ դատարանը սրանով ըստ էության խուսափել է այս գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուց եւ շրջանցել է խնդիրը ձևականորեն պատճառաբանելով փաստերի տարբերություն։ Նախ պարզ չէ ինչ նույնություն էր կնքում փաստերի եւ խոսքը կանոնի մասին։ Մյուս դեպքում ակնհայտ է, որ դատարանը բավարարվել է կիրառման ենթակա քննության առարկա գործերի փաստերի պարզ համադրման, որը հենց արգելել էր վճռաբեկ դատարանը, ասել էր այդպես միայն։ Հակառակը դրված էր պարտականություն, յուրաքանչյուր դեպքում պարզ է, ինչի է գործում։
Ուրեմն մեր դեպքում խոսքը կրկին անգամ դատվելու սկզբունքի էության բացահայտումն էր, որն ակնհայտ է, որ իր բնույթով առավել ընդհանրական կանոն է, ուստի կիրառման համար պահանջվում էր փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն։ Ակնհայտ է, որ կանոնի դեպքում փաստերի նույնությունը չափազանց փոքր է, այսինքն նվազագույնը պետք է ցույց տա, որ կրկին դատվելու կանոնի կիրառման նախադրյալ ոչ թե դեպքի կրկնություն։ Իսկ այս որոշմանը դատարանը հստակեցրել էր այս կանոնով նույն առար հասկացությունը։ Դատարանը շեշտել էր, որ որոշիչը պետք է լինի նույն կամ էապես նույն փաստերի ամբողջությունը, ոչ թե արարքի իրավական որակումը, բայց դատավարման փաստաթղթի անվանումը։ Հիմա անդրադառնանք բառապերին։ Ուրեմն ակնհայտ է, որ այս սկզբունքը վճռորոշ դեր է հատկացնում փաստերի վերանորոգման, ոչ թե փաստաթղթի անվանումը։ Հիմա տեսեք, դատարան ինչ է ասել նույն արարքը չի, որտեղ տարբեր ժամանակներում են ասել։ Ու միայն այդ հանգամանքով փաստարկում։ Մենք գտնում ենք, որ եթե երկու արարքների միջև միակ տարբերությունը դրանց կատարման տարբեր ժամանակահատվածն է, մեր դեպքում տարիներ կրկնվել չի։ Սակայն դրանք վերաբերում են նույն մտքին, բովանդակությանը, նույն գործունեության էությանը, ապա դրանք պետք է դիտարկվեն որպես էապես նույն փաստեր։ Եթե պետությունը թույլատրի, որ նույն վարքագծի կրկնությունը յուրաքանչյուր նոր ժամանակահատվածում համարվի անցանք, ապա դա կհակասի սկզբունքի հիմնական նպատակին։ Այն է պաշտպանել անձին պետության կողմից անվերջ հետապնդումներից ու ճնշումներից։ Այս առումով գտնում ենք, որ անհիմն է դատարանի այն մեկնաբանությունը, որ արարքները նույնը չեն, քանի որ կատարվել են տարբեր ժամանակահատվածներ։ Կամ որ կրկնակի դատապարտման սկզբունքի խախտումը վերաբերում է այն դեպքերին, երբ անձը միևնույն արարքի համար երկու անգամ է ենթարկվում պատասխանատվության։ Պետությունը, եթե մի անգամ ճանաչել է այս վարքագծը ոչ անցյալով, ինքը ստեղծում է իրավական վստահություն, լեգիտիմ պահանջալիք։ Ժամանակագրական տարբերությունը բավարար ինք չէ չեղարկելու այդ վերջնական որոշման իրավական ուժը։ Նույն վարքագծի կրկնությունը նորից կվերականգնի։ Արարքների նույնության բացառումը բացառապես ժամանակագրական տարբերության պատճառով հանգեցնում է սկզբունքի ձևական կեղծ կիրառման եւ խախտում է անձի իրավունքը նույն արարքի համար երկրորդ անգամ չդատել։ Որոշիչը մնում է վարքագծի էությունը, այլ ոչ թե վերացության անցումը։ Ուրեմն կրկին միեդը հիշեցնում է մեզ, որ արարքը նույնական է, եթե բաղկացած է նույն կամ էապես նույն փաստերից։ Այս կանոնի իմաստը հենց կայանում է անվերջ հետապնդումների բացառման մեջ։ Ուրեմն նույն կամ էապես նույն փաստեր չափանիշը չպետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի ներառի նաև խոսքի կամ արտահայտության բովանդակային իմաստը։ Չափանիշը պետք է ներառվի մեկնաբանվի այնպես, որ ներառի իմաստը կամ դրա հիմքում ընկած հիմնական գաղափարը։ Երբ խոսքը ազատության իրավունքով պաշտպանվող արարքն է գնահատվում, ապա փաստերի ամբողջությունը ներառում է ոչ միայն բառացի բառերը, այլև դրանց միջոցով փոխանցվող հավատագրությունը կամ դատողությունը։ Խոսքի ազատության համատեքստում այս սկզբունքի կիրառումն ունի հատուկ նշանակություն։ Եթե անձին թույլ չտրվի կրկնել այն համոզմունքը կամ դիրքորոշումը, որը նախկինում ճանաչվել է առնվազն ոչ անցյալով, ապա դա կնշանակի անձին պատժել իր համոզմունքին հավատարիմ մնալ։ Սա ուղղակի կխախտի կրկին դատվելու սկզբունքը։ Ոչ միայն դա, այլև կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված միտքը կրկին արտահայտելու իրավունքը։ Ուրեմն ինչ վերաբերում է դատարանի մյուս պատճառաբանությանը, նախ որևէ տեղեկություն չկա այն մասին, որ մեղադրյալը նշված հանգամանքի մասին տեղեկացված է եղել, այսինքն որ մի անգամ պետությունը համարելու ոչ անցյալ։ Հետո գրել է, իսկ նույնիսկ տեղեկացված լինելու պարագայում չի կարող ստեղծվել իրավական որոշակիության հետ կապված խնդիր, քանզի խոսքը վերաբերում է տարբեր արարքների։ Ուրեմն սա հենց ինքնին իրավական որոշակիության սկզբունքայնության խախտում է։ Հակառակը ենթադրվում է, որ եթե պետությունը որոշակի վարքագծի նույնաբնույթ արարք չի արձագանքում, դա ստեղծում է լուր համաձայնություն կամ պատժի բացակայության տպավորություն։ Հանց իրավունք ունի ենթադրելու, որ եթե պետությունը նախկինում նույն վարքագծի համար հետապնդում չի սկսել, ապա այն առնվազն թույլատրելի է կամ առնվազն ոչ անցալով։ Ուր մնաց այն դեպքում,
Երբ պետությունը արձագանքի, իսկ մեր դեպքում արձագանքել է, ու արձանագրի, որ այդ վարքագիծը հանցավոր չէ, այստեղ էական է ոչ թե անձի իմացությունը, թեև պաշտպանական կողմը հստակ տվել է դատարանին, որ մենք լավ է տեղյակենք դրա մասին, բայց դա ընդհանրապես կարճ չէ, այլ պետության արձագանքն ինքնին, պետությունը հոգի որ ինքը արձագանքել է, ինքը փաստաթուղթ կա կազմել է։ Այսինքն մեղադրյալի իմացությունը այստեղ երկրորդական է, բայց մենք տեղեկացված ենք։ Ուրեմն մեր դեպքում փաստ է, որ պետությունն արձագանքել է։ Պետությունը չի կարող տարբեր ժամանակներում միևնույն կամ էապես նույն վարքագծի տարբեր կերպ արձագանքել եւ տարբեր բնականներ տալ, ստեղծելով քաոս ու անորոշություն։ Մարդը պետք է վստահ լինի, թե որն է իրավաչափ, իսկ որը ոչ։ Ուրեմն կամ իրավական այդ ակտերի կամ անցած դատավարական ճանապարհի։ Ուրեմն դատավճիռում շեշտվել են հանգամանքը, որ թղթերը տարբեր են, այսպես ասած դատավարական անցած ճանապարհը թերի, այսինքն չնախաձեռնել կամ հետաքննման որոշում։ Այս մասով հարկ ենք համարում կրկին նշել, որ այս սկզբունքի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կարևորություն է տալիս ոչ թե ձևականության, այլ գովանականության, էության։ Այն կարևորություն է տալիս ոչ թե իրավական ակտի անվանման կամ դատավարական անցած ճանապարհին, այլ փաստերի ուսումնասիրությանը։ Այսինքն արդյոք նախորդ եւ նոր վարույթները վերաբերվում են նույն կամ էապես նույն փաստերի համերգությանը։ Մեր դեպքում խոսքի բովանդակությունը գաղափարը նույնն է։ Իսկ թե ինչ իրավական ակտով են դրանք սահմանվում, ինչ փուլում են դրանք ուսումնասիրվել, երկրորդական է։ Իսկ այն, որ մեր դեպքում փաստերն ուսումնասիրվել են, սա պարզապես կասկածից վեր է։ Ուրեմն գործում նշված է դատախազության դրությունը, ես ուզում եմ կարճ դրան ապրիլի 30-ի գերությունը իրազեկ քաղաքացիների միավորման հարկեի նախագահ Դանիել Յանիսյանը։ Ուրեմն ինչ է նշված։ Ոստիկանության, ինչ վարձության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ օպեր լիազորի կողմից կազմվել է հանցագործության մասին հաղորդում, որն ուղարկվել է քննչական կոմիտե, ապազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն, որտեղ էլ քննարկվել է Այստեղ հստակ է, որ նույն անձի եւ կոնկրետ փաստերի մասին տեղեկությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառվել է 3 կառույցների մեջ. ՆԳՆ, քննչական կոմիտե, ազգային անվտանգության ծառայություն։ Այսինքն պաշտոնական ընթացք է տրվում հաղորդումը։ Այնուհետև գրության մեջ նշվում է. ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչությունում ուսումնասիրվել են ռազմական հեռաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմենիստան աջակահային վերտարությամբ հոդվածն ու դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեսանյութը, որի արդյունքում պարզվել է, որ դրանք չեն պարունակում հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զարգացնելու ուղղված հրապարակային փոփոխություն։ Հաղորդման կապակցությամբ քրեական բարդ չի նախաձեռնել։ Ուրեմն այստեղ հատկանշական է, որ պետության կողմից պարզաբանվում է փաստերն ուսումնասիրված լինելու մասին։ Ոչ թե միայն հաղորդումը եւ դրա ձևակերպումները, այլև հենց այս վերնագրով հոդվածը, ինչպես նաեւ դրա սկզբնաղբյուր հանդիսացող տեսանյութը։ Իսկ մենք գիտենք, այս գործի առանձնահատկություններով պայմանավորված տեսանյութից են կողմ ուրիշ ապացույց չկա։ Այսինքն ինչ կա չկա այդ հանցագործության հետ կապված ճակերտարը։ Տեսանյութով 100% ճշտությամբ երևում է։ Այսինքն մենք ստեղ գործ չունենք այնպիսի արարքի հետ, որ դեռ ապացույցներ պիտի հավաքենք, դեռ պիտի վերականգնենք նախկինում եղածի պատկերը, որքանով դիպուկ կհավաքենք, ինչ կանենք։ Մենք ունենք 100% աղբյուր, որտեղ երևում է եւ մարդը, եւ արարքն ամբողջությամբ իր բոլոր մանրամասնությունները։ Եվ պետությունն ասում է, ես դա եմ ուսումնասիրել։ Ուրեմն հստակ է, որ պետությունը նույնիսկ լրացուցիչ ջանք է գործադրել ու հետազոտել է սկզբնաղբյուր տեսանյութը։ Սա հստակ խոսում է մեկ բանի մասին, որ փաստերը մանրակրկիտ եւ օրենսդրորեն սահմանված կարգով ուսումնասիրվել են պատկան կառույցների կողմից եւ դրանց տրվել են ուղիղ հասցեական գնահատական, որ դրանք չեն պարունակում միջազգայինորեն այսօրվա մեր նույն մեղադրանքից անհասնող հանգամանքների։ Հաղորդակցության տեխնոլոգիաներն օգտագործելով իշխանությունը զարգացնելու ուղղված հրապարակային կոչի։ Դրա համար էլ հաղորդման կապակցությամբ բարդ չի նախաձեռնել։
Ավելին, օրենսդրությամբ սահմանված կարգով դրա օրինականությունը հաստատում է նաև դատախազը։ Ուրեմն գրության մեջ եզրահանգում է արգելքը, այսպիսով, հերթად օրենսգրքով սահմանված կարգով արդեն իսկ արձանագրվել է, որ հաղորդման մեջ նկարագրված հանգամանքներով չի փաստվում այնպիսի դեպք, գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական Այստեղից հստակ է նաև, որ արդեն դիմումատունին պարզաբանելիս դատախազությունը նշում է, որ նշված փաստերը ոչ միայն չեն համապատասխանում կոնկրետ իշխանությունը զարգացնելու ուժի, այլև ընդհանրապես անցալուճ, քանի որ դրանցով չի փաստվում որևէ արարք, որին կարող է տրվել որևէ գնահատական կարգավորում։ Հիմա մենք կարող ենք միանշանակ արձանագրել, որ վարույթում առկա են անհետքելի ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ սրբազանի ներսակերված արարքը փաստերը մեկ անգամ արդեն քրտացիանով կարգով ուսումնասիրել գնահատվել։ Պետությունն առնվազն երկու անգամ, մեկը ՆԳՆ-ի, մեկը Դանիել Յովհաննիսյանի, պարզաբանել արձանագրել է, որ դրանք անցավոր չեն։ Կրկին դատվելու անկարգության սկզբունքը անվերապահ փաստում է, որ որոշիչը պետք է լինել նույն կամ էապես նույն փաստերի ամբողջություն, ոչ թե փաստաթղթերի համախումբ։ Ուրեմն հարկ ենք համարում անդրադառնալ նաև դատանի այն մյուսին, որ քրեական վարույթ չնախաձեռնելը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես քրեական պատասխանատվության դրսևորում, այն պատճառով, որ հարուցվում է փաստի առթիվ, իսկ քրեական հետապնդման հետ կապված որոշումները անձի մասին։ Մեր գնահատմամբ դատարանի այդ որոշումը իրականում կրկին անգամ դատվելու սկզբում հարստականորեն շրջանցելու փորձ է։ Արձագանքն ինչ։ Ուրեմն եթե հանցագործության մասին հաղորդումը վերաբերել է կոնկրետ անձի եւ կոնկրետ վարկածին, ապա այդ տարբերությունը դառնում է ձևական։ Քանի որ փաստի ուսումնասիրությունը ինքնին դառնում է անձի վարկածի գնահատական, որովհետեւ այդ փաստում հստակ պարզված է անձը, հստակ երևում է ինչ կա։ Ձևի եւ բովանդակության լավագույն բախման լավագույն ապացույցներից է սա։ Իսկ դրա արդեն այդ ձևի եւ բովանդակության բախման հաղթահարված լինելու մոտեցումը, ապացույցները պրակտիկան մենք վաղուց ունենք։ Դրա համար էլ, այսպես ասած, ծնվում են այնպիսի եզրույթներ, ինչպիսին են փաստացի մեղադրյալ, փաստացի քրեական հետապնդում։ Ու սրա նման շատ բաներ։ Եվ ձևական առումով փաստաթղթի անվանումը կամ դատավարական փուլն ու կարգավիճակը այլ է եղել։ Սակայն էությամբ ու բովանդակությամբ իրավունքն ի վերջո պահանջել է, որ դրանք համարվեն կամ մեկնաբանվել այլ կերպ, ըստ էության, ոչ թե ձևական փուլի առումով, ձևական փաստաթղթի առումով։ Հիմա մեր գնահատումը դատարանի պատճառաբանությունները սահմանափակված են ձևի եւ բովանդակության մանիպուլյացիաներով։ Եթե քրեական հետապնդման մարմինը ուսումնասիրելով կոնկրետ սրբազանի խոսքերն ու գործողությունը, ես ուզում եմ նորից դատարանի ուշադրություն հրավիրել, այնպիսի փաստ է ուսումնասիրել, քրեական գործն ամբողջությամբ ձեռքի տակ է 100% ճշտությամբ, չկա ստեղ փաստերի պակաս, չկա ստեղ անորոշություն, որ ասենք այս փուլում պատկերը լավ չէր երևում, բայց չգիտեմ, մեկ այլ փաստերի արկածում պատկերը փոխվում է, 100% ճշգրտություն եւ անձնում է։ Հաղորդումներ վերաբերում են ուղիղ անձին։ Ես չեմ ասում, մեր այն դեպքերում նորից մեր դատարանը բազմիցս հաստատել է, որ նույնիսկ այդ հարուցման որոշումները մեզ կունենան։ Եթե մարդու անունը կա, եթե անձը իդենտիֆիկացվում է եւ այլն, սա իր իրավական ուժով հավասարեցնում է փաստացի քրեական հետապնդումը եւ այլն։ Ունենք sense գործ։ Ունենք տիպիկ sense դեպք։ Հետևաբար մենք կարծում ենք, որ անպիլատրելի է այս մանիպուլյացիաներով շրջանցել, ասել են թղթիանան ուրիշը, բայց ուղղակի պահանջում ուրիշ։ Ուրեմն այս դեպքում, հատկապես մեր դեպքում, ձևականորեն փաստին վերաբերող որոշումը իր էությամբ հավասարեցվում է անձին վերաբերող որոշումը։ Ուրեմն իրավական որոշակիության տեսանկյունից անձի համար որևէ տարբերություն չկա, թե իր նկատմամբ կայացվել է քրեական հետապնդում չնախաձեռնելու որոշում, թե վարույթ չնախաձեռնելու որոշում։ Երկու դեպքում էլ վերջնական արդյունքը նույնն է, չի ենթարկվել պատասխանատվության, իր անձամբ վարկագիծը գնահատվել է կոնկրետ։ Այս սկզբունքի նպատակն է պաշտպանել անձին հետապնդման ռիսկից։ Եթե պետությունը մի անգամ ուսումնասիրել է կոնկրետ անձի կոնկրետ վարկագիծը եւ հրաժարվել հետապնդել
Մեծ հետագայում նույն վարկագծի նկատմամբ հետապնդում սկսելը խախտում է այդ պաշտպանությունը։ Անկախ նրանից, թե պետությունը դա արել է քրեատիվական ինչ ընթացակարգ։ Ուրեմն այս բարույթ նախաձեռնելու հետապնդում չհարուցելու որոշումների տարբերությունը կոնկրետ անձի վարկագծի մասին, իրավական առումով ձևական։ Դատանը պետք է դուրս գար այս նեղ ձևակերպումներից և ղեկավարվեր սկզբունքի բուն էությամբ և իմաստով, որն ապահովում է անձի պաշտպանությունը կրկին հետապնդումից նույն վարկագծի համար։ Այսպիսով, պետության պարզաբանումը, որ Աջապահյանի արտահայտությունները չեն պարունակում իշխանությունը զավթելու ոչեր, վերաբերվում է ոչ թե մեկ բառի կամ նախադասության, այլ նրա խոսքի էության, իմաստին ու բովանդակություն, իսկ կանոնը չափազանց հստակ է։ Եթե նախորդ բարույթում կայացված որոշումը անկախ անվանումից հիմնված է եղել որոշակի փաստական հանգամանքների վրա, ապա նույնիսկ էապես նույն փաստական հանգամանքների համար կրկին հետապնդումն անդրադառնալի է։ Ուստի դատախազության գրությունը հենց այն երաշխիքն էր, որը բացառում էր պետական մարմինների կողմից անվերջանալի քննությունների նույն կամ էապես նույն հարցերի շուրջ։ Մենք կարող ենք այս սկզբունքի կիրառման առումով ամփոփել, որ առաջին դատանի հետևությունը նույն արարքը չհանդիսանալու մասով հիմնավոր չէ, քանի որ պայմանավորված է միայն ժամանակագրական հանգամանքով։ Իսկ մենք տեսանք, որ տարբեր ժամանակներում արարքի կրկինությունը նշանակություն չունի այս սկզբունքի համար։ Իսկ դատախազության գրության մեջ նշված 2023 թվականի, այսպես ասած, տեսանյութի բովանդակությունը և դատավճռով հաստատված մեղադրանքի բովանդակությունը նույնն է, վերաբերվում է պատերազմի օրերին ասված խոսքին։ Սրա նույնությունը պատվարժան դատարան, ես կարծում եմ բարիք չկա քիչ ասելու, որում Պավուսակի տեսքով ներկայացված է։ 23 թվականի նյութ հեռաշրջման անհրաժեշտության մասին։ Հեղինակը պնդում է, որ դեռևս պատերազմի օրերին ասել է, որ պետք է ռազմական հեռաշրջում։ Դրանից հետո էլ եմ ասել, պետք է ռազմական հեռաշրջում։ 24 թվին բացահայտորեն կրկնում է, որ միշտ ասել է ռազմական հեռաշրջում։ Քանի անգամ ասեցի, հեռաշրջում է պետք, պատերազմի օրերին ասեցի և նախագահներին ասեցի։ Նույնն չէ, այստեղ նույնիսկ հրաժարվող 25-ի մասին համապատասխան կա չեմ ասում։ 23-ի խոսք, ուժայիններին մեղադրում։ Մեղադրում է գեներալիտետին ԱԱՑ-ին, հեռաշրջում չիրականացնելու համար, համարելով, որ նրանց մեղքն ավելի մեծ է։ Բայց մենք բանակ չունեցանք գեներալիտետ, ովքեր կանեին այդ անհրաժեշտ քայլը պետականության և Արցախի պետության համար։ Մեր մեղադրանքը 24 թիվ, հարց է ուղղում նախկին նախագահներին հանդիմանելով, որ չունեցան իրենց հավատարիմ գեներալներ և հեռաշրջում չարեցին։ Իշխանափոխության անհնարինություն 23 թիվ համարում է անհնար, որ ժողովրդի մեծ մասն անտարբեր է, ինչ ընդդզում, չեք տեսնում, որ այդ ընդդզումը բավարար չի եղել։ 24 թվի մեղադրանք ընտրությունները համարում է անհնարին, քանի որ դրանցով իշխանափոխություն հնարավոր չէ։ Ուր եք գնացել ընտրության, ուր եք մտել ընտրության։ Հուսահատության հատված 23 թիվ չարեցին, մեղքը իրենց վրա է, ավելի մեղքը իրենց վրա է, քան թե այս հոգեկան Իվանը։ 24 թիվ պնդում է, որ իրեն ոչ ոք չի լսում, բայց նա միշտ նույնն է ասել։ Հիմա ով է ինձ լսում, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց։ Դաժե 25 թվի մեջ, եթե ուժայինները պարզապես տուն են պահում, ոչ թե ես երկրի մասին եմ մտածում, այդով պահ է։ Նույնն է դա։ Մենք գտնում ենք, որ այստեղ պիտի բավականին լուրջ ջանքեր գործադրվեն, որպեսզի այս խոսքի էության մտքի մեջ իսկապես գտնեն պատկերություն։ Ուրեմն մենք փաստում ենք, որ նույնն է վերաբերվում է պատերազմի օրերին։ Դատանի հետևությունը, որ բարույթ չնախաձեռնելու արձանագրությունը օրենսդիրը չի դիտել հետապնդումը բացառող որոշումների շարքում անհիմն է, քանի որ սկզբունքի կիրառման ապա ընդհանրապես չի կարելի դատավարական անցած ճանապարհը ու հաստատքի անունը։ Երրորդ, դատարանի հետևությունը, որ բարույթ չնախաձեռնելը որևէ կերպ և որևէ մեկնաբանությամբ չի կարող գնահատվել պատասխանատվության դրսևորում անհիմն է, քանի որ հաղորդումը վերաբերել է կոնկրետ անձի և կոնկրետ վարկագծի։ Ու այդ տարբերությունը դառնում է ձևական, իսկ փաստի ուսումնասիրությունն ինքնին դառնում է անձի վարկագծի գնահատական։ Չորրորդ, դատարանի հետևությունը, որ Զարաբուկին ընդդեմ Ռուսաստանի գործի փաստերը
տարբեր է, անհիմն է, քանի որ ստեղ գործ ունենք կանոնի մեկնաբանման հետ, փաստերի գնություն չի կանոն։ 5. Ժամանակին օրենքով սահմանված կարգով ուսումնասիրվել է 23 թվի տեսանյութը իր ամեն ինչով, այսինքն փաստերն ապացուցված։ 6. Պետությունը դրան գնահատել է ոչ անցել։ Այսինքն փաստերի գնահատումն անցել է նաև դատախազական հսկողություն, այն չի վերացվել, այսինքն վերջնական։ Հետևաբար մենք գտնում ենք, որ սույն բարույթով բոլոր անհրաժեշտ տարրերը կան, որպեսզի մենք փաստենք կրկին անգամ դատելու սկզբունքի խախտումը։ Ես ձեզ մի կարևոր բան եմ ասում, պատվարժան դատարան, մեկ այլ տեսանկյունից հիմնավորեմ, որ դաժե ունենք կրկնակի խախտում է սկզբունքի։ Շատ կարևոր անգամ որ բարույթը նոր է ապրել։ Հասարակական մեծ, այսպես ասած, անվզումներով անընդհատ ինչ-որ շահարկեց եւ այլն, եւ գլխավոր դատախազությունը տվեց պարզաբանում, գլխավոր դատախազը նույնիսկ հեռուստատեսությամբ ստիպված եղավ անձամբ գալ եւ խոսել կոնկրետ գործի փաստերի մասին։ 25 թվականի հուլիսի 8-ի հմեկի երթերում հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ հաղորդման ընթացքում անդրադարձավ հենց մեր գործին եւ ինչ պարզվեց, խնդրում եմ այստեղ մի փոքր ուշադիր լինել, այսպես, ուրեմն Պետրոս Ղազարյանը հարցնում է, դուք չեք գտել հանցակազմ, անցավ մի քանի տարի, եւ հանկարծ նույն բանի մեջ դուք գտաք հանցակազմ, ասում են այդ ոնց։ Գլխավոր դատախազը պատասխանում է. մենք ստիպված ենք եղել մանիպուլյացիաներից խուսափելու համար պաշտոնական պարզաբանում, կա պաշտոնական պարզաբանում գործի մեջ։ 24 թվի հարցազրույցը, այսինքն մեր այսօրվա մեղադրանք։ Մենք գնահատել էինք նվազ վտանգավորության մեջ, ինչ տրամաբանության մեջ, որ այդ նույն ընդդիմադիրներն ասում են էմոցիոնալ ոգում, հուզական գնահատական, շատ հաճախ լինում է մարդիկ ուշադիր չեն, եւ այդ հուզական գնահատականները տալիս են, այդ թվում հանրային խոսում։ Եվ նորից ասում, եւ ըստ էության մենք բավարար չէինք համարել միայն այդ հարցազրույցի արկայությունը եւ գնահատականությունը։ Սա հաստատ։ Եվ շարունակում է, բայց եթե դուք հետևել եք, վստահ եմ լրատվական դաշտը հետևել եք, 25 թվի այս բացահայտումների շրջանում Հաճապահյանը չալարեց եւ վերահաստատեց 24-ի հարցազրույցը եւ ավելին պնդեց, թե ինչ է ասել մեկնաբանը բացահայտեց։ Ուրեմն երկու անգամ երկրի գլխավոր դատախազն ասում է, մենք այս 24 թվի հարցազրույցը նենց չի որ մեր աշխատում ենք, գնահատել ենք նվազ վտանգավորության մեջ եւ ավելին բացատրում է, ասում է, մենք այն ժամանակ միայն դա բավարար չենք համարել, անցավոր չենք համարել եւ որպեսզի այսպես ասած ենթադրում եմ այս շահարկումները եւ այլն բացառվի, դրա համար էլ մեղադրանքում մասեր ավելացվեցին, վերահաստատման կտորն եկավ, սահմանադրական կարգը բռնի տապալելու կտորն եկավ, որպեսզի կարծեք թե ցույց տանք, որ դե էսի այդ մեղադրանքը չի, այս արդեն ուրիշ է, այս արդեն մի քիչ այլ կառուցվածք ունի։ Հիմա դատարանը չտոր։ Դատարանը հանեց թե վերահաստատման կտորը, թե սահմանադրական կարգի կտորը եւ թողեց միայն այն, միայն 24 թվականի հարցազրույցը, որը գլխավոր դատախազն ասում է, մենք էդի գնահատել ենք եւ մենակ այդ հարցազրույցը մենք բավարար չենք համարել, այսինքն վերադառնում ենք ելման կետ, այնտեղ որտեղ ամեն ինչ նորմալ էր, հանցանք չկար, ավելացվեցին մի քանի կտորներ, մեղադրանք առաջադրեցին, դուրս եկավ այդ կտորները, հետ եկանք ելման կետ։ Հիմա դատախազությունն է, չի բողոքարկել մեղադրանքը փաստերի մասով, վերջը մեղադրանքի մասով։ Ինչ է ստացվում։ Դատախազությունը իր պաշտպանած մեղադրանքից, այսպես ասած, զրկվեց, վերադարձավ ելմանքի հետ, որտեղ պարզաբանվում է, որ այդքանը օքեյ է, նորմալ է անցալով, չէ, մենք դա առանց ձեր ասելու տեսել ենք, ժամանակին գնահատել ենք եւ ուղիղ ասում, մենակ է դեպի չէ։ Հանցավոր ենք դիտել այս մյուս կառուցվածքով մեղադրանքը, որն իր մեջ պարունակում է 3 բառեր։ Բայց հիմա որ դրանք մաքրվեցին, հետ եկան ելմանքի հետ, ու դատախազությունը չի բողոքա։ Բա ինչ ստացել։ Այսինքն սա ցույց է տալիս, որ նույնիսկ մենակ 24 թվի հարցազրույցը նորից կրկին անգամ գնահատվել է։ Մի անգամ ոչ անցավ, բայց այս անգամ հաշտվել ենք։ Սա ավելի շատ ցույց է տալիս, որ
Դատախազության համար իրականում կարևոր չէ մեղադրանքը։ Այնքան որ մի բանի մեջ մեղավոր ճանաչվի, ազատազրկվի սրբազանը ու վсё, այսպես ասած, կարծեք թե հարցը համարեցիք լուծված։ Բայց նորմալ պայմաններում դատախազությունը իմ կարծիքով պիտի կռիվ տան իր մեղադրանքի յուրաքանչյուր հատկանիշի համար։ Բախի է դեպի մեղադրել, բախի է հենց դա փոխանցել։ Դատարանն ասում է դրանք ինքնավոր չեն ուսած լրում։ Այսինքն ես եւս մեկ անգամ ցույց տվեցի, որ մենք ունենք կրկնակի խախտում է սկզբում։ Մենակ 24 թվի արծարծությունի մաքուր է դատասում։ Այսքանը պատվարժան դատարան, ես կարծում եմ, որ չգիտեմ, պատրաստեմ լսել ձեր հարցերը կամ ես մասով Հարցեր չկան,